2025-ին փորձագիտական կենտրոնում 3550 փորձաքննություն է կատարվել, մնացորդային գործերի թիվը 1300 է, նախորդ տարիներին այդ թիվը հասնում էր 2300-ի։ Բաժիններ կան, որոնք այսօր ընդհանրապես մնացորդ չունեն, որոնք նախորդ տարիներին ունեցել են բավականին մնացորդներ, մենք մեր աշխատանքով հասել ենք նրան, որ այսօր բաժիններ կան, ընդհանրապես մնացորդ չունեն, ես դա եւս համարում եմ ձեռքբերում։ Այ օրինակ, հետքաբանական մրամիջոցների նյութագիտական բաժինը, ձգաբանական եւ պահիթունատեխնիկական բաժինները այսօր չունեն ընդհանրապես մնացորդ, մուտքը եւ ելքը նույն ժամանակահատվածում։ Դրական արդյունքներին նպաստել են ժամանակակից սարքավորումների ձեռքբերումն ու անձնակազմի շարունակական վերապատրաստումները։ Կենտրոնը 2025-ին ձեռք է բերել մի շարք փորձաքննական սարքեր, որոնք արագացնում եւ հեշտացնում են փորձագետների աշխատանքը։ Եթե մի բան կարող է իրականացնել սարքավորումների միջոցով, որը քեզ հնարավորություն է տալիս ավելի կարճ ժամանակում անել, ավելի ճշգրիտ մեթոդներով, մեթոդիկաներով իրականացնել եւ վերջը տեսակներ կան, որ առանց սարքավորումների չես կարող անել, իսկ կենտրոնը ձեռք է բերում վերջի սերնդի սարքավորումները։ Նվազել են նաև փորձաքննությունների իրականացման ժամկետները։ Կան գործեր, որոնց փորձաքննությունները տևում են ընդամենը 1-ից 3 օր։ Ղուլյանի խոսքով մեծածավալ փորձաքննությունների արագությունը կախված է ոչ միայն կենտրոնի մասնագետներից, այլև վարույթը նախաձեռնողից։ Եթե ելակետային տվյալները բավարարում են, օրինակ վերջերս մի օրինակով բերեմ, վերջերս հրդեհ էր եղել եւ նույն օրը նշանակվել է եւ նույն օրը հետազոտելի օբյեկտը տրամադրվել էր եւ նույն օրը մեր փորձագետները կատարել էին տեղազննություն եւ շատ արագ տվել էին եզրակացությունը, այսինքն հետեւյալն է, խոսքը չի վերաբերվում մենակ որ փորձաքննություն նշանակել, այլ պետք է ելակետային տվյալները ապահովել, նյութերը ապահովել։ 2026-ին կավարտվեն փորձագիտականի նոր մասնաշենքի արդիականացման աշխատանքները, իսկ առաջին եռամսյակում կենտրոնը կանցնի միջազգային հավատարմագրում։ Արամ Արանդյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։